Արգեշտի Մեխակյանին ամեն ինչ արել է, որպեսզի հնարավորինս չասոցացվի Նիկոլ Փաշինյանի հետ։ Քաղաքականությունը սպանեցին էջմիածնում, ընդդիմության սխալն այստեղ է, որ ինքը չկարողացավ դա մաքսիմալ քաղաքականացնել։ Եթե նախկինում բոլոր ուսապարկներ էին, այդ իշխանական թիմը բոլորը կախված էր Նիկոլի հեղինակությունից, քաշողը ինքն էր, քաշողը ինքն էր։ Հիմա հակառակը, ինքը իրենք էջմիածնի փոքր հաղթանակը ուզում են համապետական մասշտաբի ներկայացնել եւ ընտրություններով այս իշխանությունների դեմ պայքարելը մեղմ ասած անհույս գործ է։ Մեծ հաշվով 26 թվականի ընտրությունները արդեն կեղծված է։ Թե ուզում ենք ընտրություններում հաղթանակ ունենալ, պետք է փորձենք իմպիչմենտով սկզբից ապահովել։ Մենք լուրջ խնդիր ունենք, ընդդիմության առաջարկը հանրությանը հայտնի չէ։ Նիկոլին չեն ընտրում, բայց մեզ էլ չեն ընտրում տարբերակում հաղթելու է Նիկոլը։ Եթե այդ սոցհարց Նիկոլ Փաշինյանը բոլոր մեծերի համար շատ հարմար տեխնացու է։ Դեռ մնում է այդ։ Դեռ մնում է այդ։ Վաղաշապատում Գյումրի 2 չստացվեց։ Քաղաքացիական պայմանագիրը հաղթեց ավագանու ընտրություններում։ Իշխանություններ ուժեղ թե ընդդիմության մարտավարություններ սխալ։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր արդյոք սցենարը կարող է կրկնվել նաև համապետական ընտրություններում։ Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես սկսենք թերևս նախաբանի հարցից, ԿՊ-ն էր հիմա ուժեղ վաղաշապատում ձեր գնահատմամբ, թե ընդդիմության մարտավարություններ սխալ, այս ինչու իշխանությունը հաղթեց վաղաշապատում, թե այսպես ձևակերպեմ, իշխանությունը հաղթեց կամ ընդդիմությունը պարտվեց, որն է ճիշտ ձևակերպումը եւ ինչու։ Գիտեք, որքան է պարադոքսալ չհնչի, բոլոր այս ձևակերպումներն սխալ են։ Այո, ֆորմալ առումով իրավական տեսակետից քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթել է, բայց եկեք տեսնենք քարոզարշավի ընթացքում ինչպես էր իրեն պահում այդ կուսակցության տեխնացուն Արգեշտի Մեխակյանին ամեն ինչ արել է, որպեսզի հնարավորինս չասոցացվի Նիկոլ Փաշինյանի հետ։ Անընդհատ փորձել է թեման շեղել, ինչ որ կենցաղային խնդիրներ եւ այլն, լավ հասկանալով, որ Փաշինյանի գործոնը իր համար կարող է խանգարող լինել, ինքը մաքսիմալ դիստանցավորվել է դրանից։ Փաշինյանը չեկավ էջմիածին։ Փաշինյանը չեկավ էջմիածին։ Փաշինյանը այդ զուգահեռ այդ նույն ընթացքում այլ հարցեր լուծում, ամեն ինչ անում է, որպեսզի էջմիածնի վրա ոչ մեկ ուշադրություն չդարձնի։ Եկեղեցու դեմ հալածանքներ, հովանավանք, չգիտեմ ինչ եւ այլն, ձերբակալություններ, վերջի օրը արդեն քիչ մնացած ընտրությունից 2 օր մնացած Իմնեմնի ոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Ազգեն Սաղաթելյանի կալանավորում եւ այսինքն ամեն ինչ արել, որպեսզի էջմիածինը հանկարծ չդառնա քաղաքական օրակարգ, որպեսզի քաղաքական օրակարգի մեջ միասնի հարցը չքննարկվի եւ էջմիածինը դառնա տեղային զուտ կենցաղային հարցեր լուծելուն ուղղված ընտրություն, որտեղ իր շողքը պետք է չերևար։ Այսինքն դերերի լավ բաշխում արել էին։ Արգեշտի Մեխակյանը դիստանցավորվել էր մաքսիմալ եւ օգտագործելով պետական բյուջեից տրամադրված միջոցներ ինչ որ գործեր էր անում, չգիտեմ, թե ասֆալտապատում, այսեն իրենք անդադ թվարկում էր, 500 միլիոն դրամ սրան կծախսենք, այսքան էս արեցին։ Բայց սուբվենցիոն եւ այլ ծրագրերն են, որ բոլոր տեղերում անում, ծրագրերով կենցաղայնացրեցին, քաղաքականությունը սպանեցին էջմիածնում եւ կարողացան դրանով հասնել նրան, որ բուն էջմիածնեցիներին ընտրությունները սկսեցին այդքան չհետաքրքրել եւ քաղաքի բնակիչները վաղաշապատցիները ընդհանրապես չդիտարկեցին դա որպես քաղաքական, հերթական կարևոր երկրի ճակատագրին համար եւ ոչ միայն երկրի եկեղեցու ժողովրդի ճակատագրի վրա ազդեցություն ունեցող հնարավորություն։ Սա է տեղի ունեցել։ Դրա համար եթե ասեմ իշխանությունը հաղթել, այո, ֆորմալ առումով այո, բայց եթե դա չի եղել իշխանության ընդդիմության պայքար, ըստ էության ընդդիմության սխալն էլ այստեղ է, որ ինքը չկարողացավ դա մաքսիմալ քաղաքականացնել։ Ընդդիմություններ շեղվեց այլ օրակարգերի վրա, այդ նույն հովանավանքի եւ այլնի վրա, իսկ արդեն զուտ կենցաղի տեսակետից դե մարդիկ ասում են լավ ճանապարհներ կառուցում, չգիտեմ, այս արդեն արել է, այսքան են խոստանում են, դե իրենք իշխանությունն կունենան այդ հնարավորությունը, մարդիկ արդեն գնացին այս տրամաբանությամբ քվեարկությամբ։ Գյումրիում, այսինքն հաջողվեց քաղաքականացնել, ճիշտ եմ ասում։ Ես շնորհակալ եմ Ռուբեն Մխիթարյանը, մյուսները անընդհատ ոչ գյումրիական բաներ էին ասում, հիշում եք։ Այո, Գյումրին ի տարբերություն Վաղաշապատի, հենց դա էր, այնտեղ քաղաքական ընտրություն էր։ Իսկապես քաղաքականությունը այնտեղ շատ մեծ, այնտեղ իշխանության եւ ընդդիմության կռիվներ, ինչ-որ ընդհանուր միջև ազգապահպանություն, էգզիստենցիալ հարցեր էր բարձրացվում Գյումրիում։ Բոլոր այս հարցերը քննարկվել են։ Էջմիածնում այդ փորձը քաղաքականացնելու փորձը արել է միայն Խաչիկ Մանուկյանը, որը
խոսում էր հենց այն տեսակետից, որ սա արժեքների ընտրություն է, սա չգիտեմ, ապագային ուղղված ընտրություն է, սա եկեղեցին պաշտպանելու ուղղված ընտրություն է եւ այլն եւ այլն, բայց ցավոք սրտի Խաչիկ Մանուկյանի ձայնը բավարար չեղավ այդքանը մինչև վերջ, այսպես ասած, ժողովրդի համար ընկալելի դարձնելու համար։ Նիկոլն էլ ինչ արեց, սպասեց ամբողջ ընթացքում չերևաց, հենց որ ընտրությունները ավարտվեցին, գերեց, որ փոխեց միանգամից փոխեց բանը, համատեքստը բացեց, օրինակ քննարկենք, որ Վաղաշապատցիներն իրենց ընտրության մեջ բերում կարևոր լիստ տվեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը վեհապարից ազատելու գործընթացին, նույն ինքը վեհապար չի ասում, ես իրեն այստեղ չեմ ուզում օգտագործել ինչ որ ասում է, որ սրա համար էին այսինքն պայքարում։ Հիմա նոր է ասում ինչի համար էին պայքարում։ Հիմա նոր է ասում, իհարկե նոր է ասելու։ Ինքը փորձելու է այդ խափելով ստացված քվեն, այսինքն մարդկանց ըստ էության խափելով, դա գողության մի տեսք ձև է, երբ որ դու ուշադրությունը շեղում ես ուրիշ բաների վրա, մարդիկ այնտեղ են մտածում, դու այստեղից այդ քվեն գողանում ես։ Գողացավ բրծավ միանգամից սկսում է կապիտալիզացնել այն բանի ներքո, քաղաքականության ներքո, որ ինքը վարում է եւ որը համար իրեն անհրաժեշտ են իսկապես լիցքեր, որտեղ ինքը հասկանում է ժողովրդական աջակցություն չունի։ Հիմա էլ չունի։ Այս հայ իրական է լիցքերը դա նկատում։ Չէ, չունի, բայց ինքը քարոզչական տեսակետից, վարչական ռեսուրսի օգտագործման տեսակետից, իրավապահների վրա իր ունեցած ազդեցության տեսակետից այդ ամեն ինչը փաթեթավորելու եւ ցույց է տալու որպես իրական քվ է։ Իսկեն այն Վաղարշապատցին, որը երեք քվեարկել է Արգիշտի Մեխակյանի օգտին, ոչ թե ԿՊ, այլ հենց Արգիշտի Մեխակյանի օգտին, ինքը վաղը գալու է կանգնելու եկեղեցի կողքին, ասի թույլ չեմ տալիս, որպեսզի վեհապար հայրապետի դեմ նման գործողություններ անենք, առանց հասկանալու, որ իրեն խափել են, իր քվեն այդ պահին օգտագործում է հենց այդ process-ը կյանքի կոչելու համար։ Եվ սա է մեր իրականության ամենամեծ խնդիրը, որ անընդհատ ժողովրդին խափելով կանգնացնում են փաստի առջև, անընդհատ փաստի առջև է կանգնում ժողովուրդը։ Հետո ասում են այն ժամանակ սխալվեցինք, այս անգամ դե Նիկոլին չէին քվեարկում Արգիշտին, բայց բարձրացած էլի սխալվեցինք, բայց ու հիասթափություն, անտագոնիզմ ընդհանուր քաղաքական բոլոր ուժերի նկատմամբ եւ այլն, որը միայն այս իշխանություններին է ձեռնտու, այսինքն այլ տարբերակ չկա, եթե չկա քաղաքական ակտիվություն, հետեւաբար կա կառավարելիության ավելի արդյունավետ մեխանիզմներ, որոնք օգտագործում է ԿՊ-ն։ Այսինքն քարոզչական ֆոն կստեղծի, հա, Մայրաթորից հարձակումից առաջ սրանով Փաշինյանը, եւ արդյոք ճիշտ է դիտարկումները, որ այսօր կային համացանցում նաեւ, որ սրանով ինչպես հիշում եք արցախցիներն ասում էր, բա ինչի ին դեմ հեղափոխություն չեք անում Արցախի, ոչ միայն Արցախն ընդհանրապես հայ ժողովրդին, բա եթե համաձայն չեք հեղափոխ, հիմա նույն էս մեթոդը կիրառվի Էջմիածնի պարագայում, այսինքն դուք Էջմիածնեցիներով կոմպետենտ դառնում եք ինձ աջակից այս process-ում։ Դուք քվեարկել եք ինձ, ես հաղթել եմ ձեր համայնքում, եւ դուք գիտեիք իմ ծրագրերը, թե ես ինչեր պետք է անեմ։ Այսինքն չի ասելու, որ այդ քարոզարշավի ժամանակ մենք այդ ծրագրերի մասին չենք խոսացել, ես չեմ երևացել, դες ուրիշ բաներ ենք խոստացել, ինչպես նաեւ համապետական ընտրությունների ժամանակ, հա, ասում էր, որ Արցախի անվտանգության մեխանիզմներ պետք է ստեղծվեն եւ այլն, եկավ ամեն ինչը հանձնեց, թողեց գնաց։ Նույն այդ տրամաբանության մեջ աշխատելու է հիմա։ Բառացիորեն ալիքը բռնելու է այս էйֆորիկ տրամադրությունները, նաեւ իշխանության կողմնակիցների շրջանի էйֆորիկը, նաեւ հիասթափություն ընդդիմության մեջ, որի դեպ խորհուրդ եմ տալիս հանկարծ այդ ընկճախտի մեջ չընկնել, էլի չի կարելի այսպես զինաթափվել, մտածել, որ ամեն ինչ կորած է։ Բայց Նիկոլը օգտագործել է այս պահի ազդեցությունը եւ գնալու իր հաջորդ քայլերը անելու շատ արագ։ Այսինքն ակամայից դարձնում է ընտրողներին Էջմիածնեցին ինչ որ հանցակից, եթե դիտարկենք, որ վեհապարի դեմ գործողությունները սահմանադրորեն եւ այլն հանցանք է, ասում են։ Հանցակից, այսինքն մարդը տանը նստած ինքը տեղյակել չէ, որ ինքը դառնում է հանցակից, ճիշտ եմ ասում, ֆիզիկապես։ Մարդը եւի եթե մի քիչ մտածեր դրա մասին, կհասկանար, որ ինքը դառնում է։ Բայց այդ պահին, ընտրություն կատարելու պահին եւ այլն, իր ուշադրությունը շեղված էր, ինքը ուրիշ բաների մասին էր մտածում։ Դա Արգիշտի Մեխակյանը, հերոսի որդիը, չգիտեմ, ես համար փորձում է այս գործանել, այն գործան, տեսեք ինչքան բյուջեներ է բերել, սուբվենցիոն ծրագրեր է բերել եւ այլն, դա այն ինչ որ իրական կաշառք է բառից բուն իմաստով, հա, մարդիկ ընկալել են որպես Արգիշտի Մեխակյանի կառավարման բան,
մեծ ունակություններ, որ ինքը լավ կառավարիչ է, որ կարողանում է բերել։ Դե պիշտ Սարիկ Մինասյանի մասին էլ որպես Սարիկ Մինասյան, ոչ թե որպես ՔՊ-ական, էլի ասում են որ Գյումրիում կա որոշակի լավ կարծիք, փաստորեն Փաշինյանը այնտեղ գնաց ինքը անձամբ եղավ այդ իր ճակերտա սխալը Գյումրի, այստեղ չկրկնեց ինչ որ։ Չկրկնեց։ Ոսա իրականում հետաքրքիր իրավիճակ է ստեղծում, նաև եթե իշխանության բովանդակությունը փորձենք վերլուծել հասկանալ, գիտեք, մոտավորապես արժեքների, ճակերտավոր եմ արժեք բառը ասում, վերափոխում է տեղ ունենում, այսինքն եթե նախկինում բոլոր ուսապարկրեր էին, այդ իշխանական թիմը բոլորը կախված էր Նիկոլի հեղինակությունից, քաշողը ինքն էր, քաշողը ինքն էր։ Հիմա հակառակը ինքը էլ չի երևում, որ տակիները կարողանան ձայն հավաքել, ձայն բերել իշխանության համար։ Այսինքն կախվածությունների տեղափոխություն է տեղի ունենում։ Հիմա արդեն Նիկոլն է պայմանական ասած կախված Արգիշտի Մեխակյանից կամ նույն Սարիկից եւ այլն, որոնք Իրանից դիստանցավորվելով, բայց իր համար կարողանում են ձայներ ապահովել։ Այսինքն նման մարդկանցից տարբեր մարզերում, օրինակ այդ երկու գտնեն, իշխանությունը միշտ ունի մեծ ռեսուրս նման մարդկանց գտնելու, իշխանությունը միշտ ունի ռեսուրս նման մարդկանց աճեցնելու։ Պայմանական ասած, չգիտեմ, ինչ որ մի քաղաքում, պայմանական արմավիրում 1 տարի անց պետք է ընտրություն լինեն, ինչ որ կառավարչի սկսելու է պետությունը աջակցել, ինքը տեղում ինչ որ հարցեր լուծի, դրական գործեր անի եւ այլն, աճեցնելու է որպես տեխնացու եւ բերե ասե տեսեք ինչ լավ կառավարիչ էր, այսքան արեց, հիմա քաղաքապետի պաշտոնում ավելին կարող է անել։ Իշխանությունը միշտ այդ ռեսուրսը ի սկզբանե ունենում է, դա պետք է լավ գիտակցենք։ Լավ, այդ պարագայում ինչով բացատրել Փաշինյանի առավոտյան գրառման մեկ այլ հատված ուղիղ տեքստով մարդը այսօր ասում է, որ մենք հաղթելու ենք 26-ի խորհրդարանական ընտրություններում, որ սա ոնց որ նախերգանքն է, այդ բառն էլ կիրառում է եւ ընդհանրապես իրենց ամբողջ թիմը ջախջախել բառն է կիրառում, վсё, ասում են նախագահները, Սամվել Կարապետյանը, բոլորը Վանեցյան, բոլորը այստեղ պարտվեցին։ Ոնց որ արտագրած տեքստ Արայիկ Հարությունյանը գրեց, բոլորը այդտենց արտատպելով գնում են։ Այդ վստահությունը ինչից է բխում։ Փաշինյանը հիմա էլի էս ձեր ասած սխեմայով է 26-ին մոտենալու հաղթանակ, թե դա վստահություն չէ, արկադի, դա քարոզչություն է։ Այսինքն իրենք հիմիկվանից փորձում են ֆոն ձևավորել, իբրև դե հաղթած ենք, որպեսզի նրանք ովքեր որ կհիասթափվեն ավելի շատ հիասթափվեն, նրանք ովքեր որ կմտածեն որ դեր տարբերակ չկա, զենքերը վայր դնեն գնան այլ գործով զբաղվեն եւ այլն, այսինքն իրենք էջմիածնի փոքր հաղթանակը ուզում են համապետական մասշտաբի ներկայացնել եւ դրանով ձևավորել հանրային տրամադրություն կամ քաղաքական տրամադրություն, այսինքն քննարկումները եւ ընկալումները հանրության շրջանում այդ ուղղությամբ տանել։ Դա վստահություն չի, դա դեռ քարոզչություն է։ Հա, ինչպես օրինակ խաղաղություն չկա, բայց ասես խաղաղություն անընդհատ կրկնում ես։ Հիմա սա նույնն է, հա։ Նույն բանն է տեղի ունենում։ Իհարկե ես մշտապես ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, որ ընտրություններով այս իշխանությունների դեմ պայքարելը մեղմ ասած անհույս գործ է, որովհետեւ իրենք Նաեւ վաղաշաբաթը ցույց տվեց, թե ուղղակի վաղաշաբաթն էլ ցույց տվեց ինչ որտեղ, բայց ես անկեղծ ասած վաղաշաբաթի վրա շատ չէի կենտրոնանա այս տեսակետից, որովհետեւ ես տեսնում եմ, որ մեծ հաշվով 26 թվականի ընտրությունները արդեն կեղծված են։ Ոչ թե կեղծվելու են, այլ արդեն կեղծված են։ Մի քիչ կբացեք ինչ։ Շատ հեշտ, տեսեք, ովքեր են հիմնական հավակնորդները լինելու, հա, ասենք մեր ձևով շարժումը։ Առաջնորդը ձերբակալված է, գործելու հնարավորություն չունի եւ իրենց ռեսուրսը հիմա հիմնականում տարում է ոչ թե նախընտրական, քարոզչական այդ թիմի ձևորին, այլ հենց այդ մարդու ազատությունը ապահովելու համար։ Երկու նախագահների թիմերը, երկու նախագահներն էլ դատական գործերով են անցնում, իրենց կողմնակիցներին ձերբակալում են, մեդիաները փակում են եւ այլն եւ այլն։ Շարժում ժողովրդական, որ կար, որ Բագրատ Սրբազանն էր առաջնորդում եւ իսկապես ժողովրդին կալանավորված է։ Հոգեվորականներ, որոնք կարող էին միասնության ինչ-որ կոնսոլիդացնող դերակատարում ունեն, կամ կալանավորված են, կամ հետապնդվում են, կամ շանտաժի են, չգիտես ինչ։ Այսինքն ընտրությունը կեղծել էր ո՞նց է լինում։ Եթե դու քո բոլոր ընդդիմախոսներին կամ ձերբակալում ես, կամ հալածում ես, կամ ինչ-որ դատական գործերով ծանրաբեռնում ես, իրենց մեդիաները փակում ես, իրենց բիզնեսները խլում ես, չգիտեմ էլ ինչեր ես անում, ինչեր ես անում, այդ մարդիկ ոնց պատրաստվեն ընտրություններին։ Պատկերավոր դաշտը իր տեսակետից մաքրում է, հա, այդպես է դուրս գալիս։ Մաքրել է, բայց հենց դրա մասին է խոսքը։ Քանի իրավապահները զբաղված են այս խնդիրը լուծելով, իրենք տեղում պետական միջոցներով, այդ սուբվենցիոն ծրագրերով եւ այլնով տարատեսակ գործեր են անում, ասում են տեսեք, թե մենք ինչքան բան ենք
պրոդուկտիվ աշխատող ենք, ես մի գյուղի համար ասֆալտ սարքեցինք, ես մի փողոցը լուսավորեցինք։ Էլ չեմ ասում, որ դրան գումարվում է արտաքին աջակցությունը, շատ մեծ աջակցություն, այսպես կոչված խաղաղության օրակարգ, չգիտեմ, Թրամփի ուղի եւ այլն, հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացում, դրան գումարվում են այլ տիպի կաշառքներ, օրինակ բանակի ժամկետի կրճատումը եւ այլն, հասկանում եք, այդ ընտրությունները արդեն կեղծված են։ Միգուցե նաեւ դրա համար էր մի քիչ էլ բացի քարոզչական էֆեկտից այսօրվա այդ գրառման իմաստը այդ վստահությունը ինքնավստահ։ Իրենք Էջմիածնով չէին որոշելու դա։ Մինչև Էջմիածին, մինչև Վարշապատ իրենք այդ հարցերը արդեն սաղ դրել լուծել էին։ Իշխանությունները ընտրություններին չեն պատրաստվում վերջի 2-3 ամիսը։ Ավելին ասեմ, նրանք այդ ընտրությունները անցկացնելու ժամանակն են որոշում, երբ անեն։ Արտահերթ անեն, շուտ լինի, թե արտահերթ չանեն, թե ինչ անեն, ասինքն գործիքները իրենց շատ են, իրականում շատ է։ Եվ վարչական ռեսուրսն է շատ, եւ ֆինանսական միջոցներն են շատ։ Ամեն միջազգային պարտքեր ենք վերցնում, որ ծրագրեր են իրականացնում, որոնք ուղղված են զուտ մարդկանց ձայնը բերելուն։ Հետո տակից ոնց դուրս կգա պետությունը, ոնց դուրս չի գա, այդ արդեն երկրորդական իրենց համար։ Այսինքն ձեր նկարագրած իրավիճակով եթե անգամ ձեր նշած ուժերը մասնակցեն, ում մասին խոսում ենք, իրենց լավագույն դեպքում ընդդիմություն դառնալն է, հա, ազգային ժողովում հեռանկարը։ Ցավոք սրտի, եթե ընտրությունների կամ այդ մասնակցությունը, չգիտես թե ինչ ուժեղ ալիք պետք է նախապես ձևավորվի, որպեսզի այդ ալիքի վրա հնարավոր լինի այդ իմ թվարկած բոլոր բացասական բաները հաղթահարել, էլ չեմ ասում, բուն ընտրության վաղ կեղտիկներ, որ կարող են տեղի ունենալ։ Կամ այդքան ուժեղ պետք է լինի այդ ընդդիմությունը, որ շատ մեծ ալիք ձևավորի եւ ալիքը այնքան հզոր լինի, որ բոլոր այս գործոնները հաղթահարի եւ ընտրություններով իշխանափոխություն լինի։ Կամ դա պարզապես հնարավոր չի։ Հիմա այդ ալիքը ես չեմ տեսնում, դուք տեսնում եք, վստահ եմ, որ դուք էլ դեռ չեք տեսնում։ Կա հնարավորություն դա անելու, կա։ Դե այդ ալիքը օրինակ չէ՞ իմպիչմենտի համար, քաղաքապետները, որտեղ ընդդիմությունը բոլորը կալանավորված են։ Եվ ինչ են ազատ ընտրության մասին է խոսքը, ասինքն Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, որ 26 թվականին Մասիսում իրենք պարտվելու են։ Ինչ է անում, կալանավորում է Մասիսի քաղաքապետին։ Շատ լավ գիտեր, որ Գյումրիում պարտվելու են։ Ինչ է անում, կալանավորում է Գյումրի քաղաքապետին։ Վանաձորում այդ վիճակն է եւ այլն, հասկանում եք, ինչ ազատ ընտրությունների մասին կարող խոսալ կամ ինչպես կարող ենք հույս ունենալ, որ այսքան բաների դեմ կգտնվի ինչ-որ մի հատ լուծում, որը չի գտնվելու։ Բայց տակտիկայից մի խոսենք հիմա ընդդիմության ինչ անել, բայց այդ պարագայում դուք ունեք հարցի պատասխանը, խոշոր ընդդիմադիր խաղացողների հույսը ինչն է, դուրսն է, ինչն է, ժողովրդին այդ ձեր ասած այդ չի նկատվում, այո, թեկուզ եւ օրինակ կարելի է փորձարկում անել, օրինակ ընտրությունների ռեպետիցիա անել, օրինակ իմպիչմենտի շուրջ, հələ փորձել տեսնել մարդիկ դուրս կգան փողոց, թե դուրս չեն գա փողոց, քանի որ իրենք խորհրդանում չեն, դրսից օրինակ դա էլ չի արվում, հույսը որն է, ինչու դա չի արվում։ Ես չգիտեմ հույսը որն է, անկեղծ չգիտեմ։ Ես տեսնում եմ, որ ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք վստահ են, որ ընտրությունները ինչ-որ բան կարելի է փոխել։ Իրենք շատ ոգևորված են Գյումրու նախադեպով, հիմա մի քիչ հիասթափված են Էջմիածնով, բայց դա էլի պատճառաբանություններն են, որ ընդդիմադիր խոշոր ոչ բոլոր ուժերն են մասնակցել։ Եվ այլն, հա, ասենք եթե մասնակցեն, երևի թե կստացվեր, տեսեք Նիկոլենք 48% հավաքեց, դատարկ զրույցներ են սրանք։ Իմ կարծիքով, ասինքն եթե պատրաստվում են, եթե մարդիկ կան, որոնք պատրաստվում են գնալ ընտրության, իրենք ամեն ինչ օգտագործելու են իշահ այդ թեզի, որ ընտրությունով պետք է գնալ։ Իմ կարծիքով սա իրական պայքարից խուսափելու ձև է։ Ցավով եմ դա ասում, բայց իրական պայքարից խուսափելու ձև է, որտեղ իրական պայքարը ենթադրում է ամեն ինչ անել, որ օր առաջ, ժամ առաջ իշխանափոխություն տեղի ունենա։ Սահմանադրական ճանապարհով անելու դրա միակ տարբերակը իմպիչմենտն է։ Որից փողոցի ճնշում էլի, չէ՞, թույլատրված ակցիաներ։ Թույլատրված ակցիաներ, փողոցի ճնշում եւ այլն, այսինքն որպեսզի այդ իմպիչմենտի գործընթացը վերջինացնի։ Դե հիմա ես կարծում եմ, որ Էջմիածինը կարող է լավ դաս լինի եւ հուսով եմ, որ նաեւ կլինի, որպեսզի այդ ընդդիմությունը իսկապես մի հատ նստի հասկանա իր վիճակը, մարդկանց վիճակը, հանրության վիճակը, որտեղ սա էլ է կարևոր խնդիր։ Էջմիածնում Վարշապատում քվեարկությանը մասնակցել են ինչքան տոկոսը 45 45% են, 65% չի մասնակցել։ Մոտ 70,000-ից 31,000, հա։ 55% չի մասնակցել, եւ ԿՊ-ն մոտ օրապես ընդհանուր քվեների 20%-ով գալիս է եւ 50 քանի տոկոս մեծամասնություն է։ Այսինքն պետք է հասկանաս ինչ անես, որ մարդիկ մասնակցեն, անտարբեր չլինեն եւ այլն։
պետք է այս ամեն ինչը շատ արագ վերլուծել ու գործողությունների անցնել։ Ես կարծում եմ, որ impeachment-ը այո, եթե նույնիսկ չհասցնի մինչև ընտրությունները այդ գործընթացը ավարտին հասվի, բայց դա այն process-ն է, որը կարող է ձևավորել իմ ասած քիչ առաջ այն միտքը, որ դա ալիքը ձևավորի, բողոքի ալիքը ձևավորի, որի շնորհիվ հնարավոր կլինի ընտրություններում հուսալ, որ կարելի է հաղթահարել բոլոր այդ կեղծիքները եւ արդյունք ունենալ։ Այսինքն իրականում ընդդիմությունը ունի բավականին լայն գործիքակազմ, ինչի մասին մենք խոսում ենք, այդ գործիքակազմը դրված է մի կողմ, այդ գոնե ընդդիմության մեծամասնություն ու թողվել է այն գործիքը, որը, ինչպես շատերն ասում են, գալու է, օրացույց, մեկը գալու է, դա վերջին ոնց որ հնարավորություն, դա են թողել եւ ինտենսիվ պատասխանում են դրան, եթե այսօրվա դրությամբ ենք։ Ընդ որում պատրաստվում են ռազմաճակատ պատերազմներին հայտնի ցավալի ճշմարտության գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին։ Հիմա ասենք Էջմիածնից առաջ մենք ընդդիմությունը առաջնորդվում էր Գյումրու դասերով, այսպես ասած, հիմա համապետական ընտրություններին առաջնորդվելու Էջմիածնի դասերով, մինչդեռ դրանք արդեն անցած էտապներ են։ Փաշինյանը մի քանի դաս այն կողմ արդեն գրել է, հա, պետք է առաջ նայել հասկանալ թե այն ընտրությունները ինչա լինելու, նա ոչ Գյումրի է լինելու, ոչ է Վաղարշապատ, դա լինելու է խորհրդարանական ընտրություն։ Այնտեղ պետք է նայել։ Այսինքն այս տեսակետից այո դուք ճիշտ եք ասում, ցավոք սրտի այս պահին խնդիր լուծելու գործիքների մի կողմ է դրված եւ հույսը դրված մեծամասնության կողմից ընդդիմության հույսը դրված է 26 թվականի ընտրությունների վրա, որին պատրաստվելու համար օգտագործում են անցած մեթոդներ։ Դրանք չեն աշխատելու այն ժամանակ, իսկապես չեն աշխատելու։ Ես չեմ ուզում, որ 26 թվականի ընտրություններից հետո մենք այս տաղավարում նստենք, նորից վերլուծենք, ասենք ինչ է այնպես չգնաց, որ այսպես եղավ։ Այսինքն Փաշյան 26-ի ընտրություններին արդեն իսկ մի քանի այդ իր օրակարգն է դա դարձել, ճիշտ եմ հասկանում։ Վաղուց, շատ վաղուց։ 26 ընտրությունը իր օրակարգն է։ Որ ինքը դա աշխատում է եւ ներսով, այսինքն իր ադրբեջանցի թուրք գործընկերների հետ միասին։ Հա խաղաղության բան են, այսպես նախաստորագրում, ընտրություններից առաջ կստորագրեն։ Իհարկե չի վավերացնի դա Ադրբեջանը, բայց ռուսների հետ շատ չսրելով, ռուսների հետ չսրելով, Թուրքիայի հետ սահման բացելով, նոր թվակեցի, բանակ կրճատելով, ներսի աշխատանքը դա ռեպրեսիաներն են, լրատվամիջոցներ փակելով, ազատ խոսքի համար մարդկանց ձերբակալելով, քաղաքապետներին կալանավորելով, ընդդիմադիր եւ այլն, բոլոր ֆրոնտներով ինքը շատ վաղուց աշխատում է, նոր չի սկսել։ 1 տարի առաջ չէ, մոտ 2 տարի արդեն պատրաստվում է դա։ Մարդկանց ընտրելով, թե ում է դնելու, քրեական գործեր նախապատրաստելով, ունի Արկադին պայմանական իրենց բակում 10 հոգու աջակցություն։ Եկեք մի հատ գործ տնենք Արկադիի վրա, որը գա, ասենք ընտրի Արկադի, կամ այդ 10 հոգին գալիս են քեզ ձայն են տալիս, կամ այս քրեական գործը դնում ենք մի կողմ։ Այսինքն այդ ամեն ինչը արվում է, ընտրությունները այդպես են կեղծվում, ընտրությունները վերջի օրը չեն կեղծվում, տեղամասում չեն կեղծվում, հետո պետք եղավ էտեր կանեն։ Վստահել որ լույսերը անջատում են եւ այլն, երեք եղավ, վստահեցնում են պետք եղավ դա էլ կանեն։ Իշխանություն չեն հանձնելու սրանք։ Մի բան էլ այսօր այդ որ ասում եք դասեր Վաղարշապատից, հիմա եթե գանք լավ այդ դասական կերպարի արել են մի բան, չի ստացել կամ չեն արել, եկել հասել այդ արդեն ընտրական ճիշտ տակտիկան որն է, այսինքն նախ կարող է ընդդիմությունը դա անել թե չէ, այսինքն ոչ թե գնալ մի 7, 8, 10 ուժով որ հետո այս չլինի այսպես որ այն փոշիացածները բանալ, այլ այդ բոլորի միավորել 3-4 հզոր բլոկի մեջ, 3-4-ով գնալ, որ 3-4-ն մտնեն ու անեն պայմանական Գյումրին։ Հիմա դա աշխատող տարբերակ է։ Այն ամեն ինչ հաշվի առնելով, որ ասում եք կեղծված եւ այլն, դա գոնե։ Գիտեք, դա աշխատող տարբերակի կեսն է։ Այսինքն, եթե 3 ուժեղ բլոկ գան եւ սկսեն աշխատել իմ եւ ձեր վրա, 3-ով միասին համոզեն, մեկը ասի դու ինձ ձայն տուր, մեկը ասի չէ ինձ տուր, արդյունքում միևնույն է այդ երկու ձայն են ունենալու։ Բայց եթե ձևավորվեն այդ բլոկները, հետո այդ բլոկները նաև աշխատանքի բաշխվածություն ունենան, այսինքն մեկը որոշի որ ես հրանտի վրա եմ աշխատելու, դու Արկադի, դու էլ են 7-ի վրա աշխատել։ Թիրախային խմբերի եւ այլն, այն ժամանակ այո կարելի է ձայներ ակնկալել։ Ես ավելին ասեմ, չեմ ուզում, սա ուզում եմ հստակ լինի, էլի, ես վստահ եմ, որ այս իշխանությունը մեծամասնություն չունի հանրության շրջանում։ Իսկապես չունի։ Խնդիրը երկուսն են, ինչպես անել որ մեծամասնությունը գա եւ քվեարկի ընդդիմության օգտին եւ երկրորդը ինչպես անել որ քվեները չգողանան այս իշխանությունների կողմից։ Այսինքն այս երկու հարցն է, ես չեմ ասում որ
իշխանությունը ունի հանրության մեծամասնության աջակցությունը, դրա համար ընտրությունը անիմաստ է։ Չէ։ Այսինքն նույնն էջմիածի պես կլինի, էլի քիչ քվեարկող կգա, կգան 20%, 20-21% իրական ձայնով կտանեն 58% բան, վարչական ձայն, այսպես ասած, կամ չգիտեմ դա ոնց է ձևակերպվում, բայց ըստ էության վաղաշապացիների 20%-ի ձայն են իրենք ստացել, բայց ունենալու են 58%-անոց մեծամասնություն։ Այդ փոշիացված ձայները հաշվելով եւ այլն, այդքան մեծամասնություն են ունենալու։ Այդ սրանից է պետք խուսափել, սրա մասին է պետք մտածել, ոնց անես որ փոքրամասնությունով չգան նորից մեծամասնություն դառնան։ Այ կա այդ ձեր որ ասի 3-8 թիրախների այդ պոտենցիալը ու ցանկությունը ընդդիմության մեջ կա, դա հիմնական դերակատարների թե խանգարող բաներ կան դեռ ամբիցիա։ Խանգարող բաներ շատ կան իհարկե, սա մենք գիտենք։ Ես չեմ ճանաչում 3 քաղաքական առաջնորդի, որոնք այդ կարող են երկուսին ճանաչում են, որ երկուսով կարող են, բայց հենց երրորդը ավելանում է, այնտեղ իսկ ով է լինելու առաջի համար, իսկ ցուցակումով քանի տեղ է ունենալու, իսկ այս հարցերը միանգամից առաջանում են, ցավոք սրտի դա կա։ Դրանից բացի կան էլի խնդիրներ, այն որ նորից եմ ասում, ընտրությունը դա զուտ տեխնիկական միավորումներ չեն, դա աշխատանք է, որ այսօր պետք է տարվի։ Այսօր այո impeachment-ի գործընթացը պետք է սկսի, եթե ուզում ենք ընտրություններում հաղթանակ ունենալ, պետք է փորձենք impeachment-ով սկզբից ապահովել։ Այդ ալիքը ձևավորվի, որպեսզի այդ պահանջը լինի, որպեսզի process-ները քաղաքականացվեն, որպեսզի Նիկոլը չգա ասի, գիտեք ինչ, սիրելի Վայոց ձորի բնակիչներ, ձեր համար լավ ասֆալտ եմ կառուցելու, բանում էլ ջերմուկի ճանապարհին էլ հանրային զուգարաններ եմ կառուցելու, որ չգնաք անտառների մեջ։ Իսկ իրավիճակը թեև պետք է պահել միշտ քաղաքական լինի պայքարը, քաղաքական, ամենակարևոր բանն է, ուղերձն է, որ պետք է ստան։ Գյումրիում կար քաղաքականացվել էր, եղավ հաղթանակ։ Էջմիածնում իշխանությունը դասեր քաղեց դրանից, մաքսիմալ շեղեց ուշադրությունը կենցաղային տարավ եւ ունեցավ նաեւ այդ արդյունքը։ Այդ դրա մասին եթե խոսենք, տեսեք Փաշինյանը ասում ենք այդքան էլ ինքնավստահ չի, ինչքան գիտի ինչ պետք է եւ այլն։ Իսկ դուք չեք, օրինակ ես նկատում, դուք չեք նկատում ընդդիմության մեջ խոշոր խաղացողների անուններ չտանք, ինչպես նաեւ 21-ին էր։ Մի տեսակ չափից ավելի ինքնավստահություն չկա այդ հաղթելու համոզվածություն։ Չէ, հիմա ասում են անգամ 21-ին մարդիկ ընդཐུպ պաշտոններ են ինձ թվերային բաժանում։ Այդ կա հիմա տեսնում եք այսօր գործողների մեջ ու դա խանգար, արդյոք չի խանգարում։ Դա չեմ տեսնում անկեղծ ասած։ Հանրային խոսքում կարող է դա լինել, բայց ներսում իրենք հասկանում են, որ պետք է աշխատեն։ Հետո ժամանակ առ ժամանակ ամեն դեպքում հետազոտություն են իրականացում սոցիոլոգիական, հասկանալի է վիճակը։ Դու տեսնում ես, որ Նիկոլը աջակցություն չունի, բայց դու էլ չունես աջակցություն։ Ուրեմն ինչ անես, որ ունենաս։ Մեխանիկական լուծումներ չեն լինելու, ասենք եթե բանում հարցումները ցույց են տվել, ասենք բնակիչների 40% ուզում է երիտասարդ, երկար մազերով, չգիտեմ ինչ առաջնորդ, գնաց սկսես մազերդ երկարացնել, դա դեռ փրկություն չի։ Այսինքն պետք է աշխատանք ժողովրդի հետ հողում աշխատանք։ Մենք լուրջ խնդիր ունենք, ընդդիմության առաջարկը հանրությանը հայտնի չէ։ Փաշինյանը ասում է, ես բերում եմ խաղաղություն, իրական Հայաստան, վատ բաներ է ասում, խափում, բայց դա իր ձևավորված առաջարկն է հանրությանը։ Ես եւ դուք ցավոք սրտի չեն կարող ասել, որն է ընդդիմության ձևավորված առաջարկը հանրությանը։ Ինչի մասին որ մենք խոսում ենք արժանապատվության վերականգնում եւ այլն, մարդկանց համար դա ինչ որ տեսական է շատ։ Գործնական չի։ Ու սա հարց է, խնդիր է, այստեղ էլ պետք է մտածել։ Իրականում պետք է աշխատանք տարվի։ Եվ գիտական աշխատանք, հետազոտական, եւ գետնի վրա աշխատանք, մարդկանց հետ շփում եւ այլն։ Ցույց տալ, հասկացնել, բացատրել, թիմեր ձևավորել, ցանցեր ստեղծել։ Ճիշտ եմ հասկանում, որ այն որ Նիկոլին չեն ընտրում, բայց մեզ էլ չեն ընտրում տարբերակում հաղթելու է Նիկոլը, եթե այդ սոցհարց, որովհետև Նիկոլը այդտեղ ունի վարչական ռեսուրս, Նիկոլը այդտեղ ունի արտաքին աջակցություն, Նիկոլը այդտեղ ունի ֆինանսական մեծ հնարավորություն, այսինքն պետության բյուջեն ծախսում է կառավարության վրա, ըստ էության, եւ շատ այլ առավելություններ։ Իշխանությանը հաղթելու համար պետք է իրենց կրկնակի եռակի ուժեղ լինես, եւ գաղափարապես, եւ հիմա նայեք, տեսեք ինչ է տեղ ունենում դաշտում, շատ ցավով եմ ասում, ասեն Ալեն Սիմոնյանը դուրս է գալիս ըստ էության ընդդիմադիր հարթակներով, հա, բոլորին սխալ է հանում եւ դա անցնում գնում է։ Այսինքն նույնիսկ ակնհայտ տեղերում, որտեղ ակնհայտ այն մարդիկ դավաճան երկեր են հանձնել, գալիս ասում են մենք չենք բանակն է հանձնել։
Քո նշանակած հրամանատարները չէին, դու չէիր դրա կառավարողը այդ բանակի հետ։ Փաշինյանը որ ասաց, որ Ղարաբաղցիներ են մեր բանակի ղեկավարության կեսը։ Հասկանում եք, գալիս են այդ տիպի մարդիկ, սկսում են ինչ-որ փաստարկներ բերել եւ նույնիսկ այնտեղ որտեղ ակնհայտորեն իրենք խափում են, ակնհայտորեն իրենց մեղքն է եւ այլն, նույնիսկ այդտեղ արժանի պատասխան չեն ստանում։ Դե մարդիկ էլ նայում են ամենավատ բանը որ գալիս է, ասում են դե Սաղաթել նույնն եք։ Ու վերջ։ Այդտեղ հաղթում է իշխանությունը, միանշանակ սկսում է հաղթել իշխանությունը։ Այդ կարմիր թելն ունեն, չէ՞, նախկինները սկսեցին հանձնելու process-ը, մենք էլ եկել ենք ընդհանրապես տեխնիկական բան ենք արել մենք։ Հանձնված է, ասում են մենք չենք հանձնել, Քոչարյանն ու Սերժն են հանձնել, այն երկուսն էլ տենց գլխով են անում, ասում են դա ոնց եղավ, որ սենց եղավ։ Վերջին հարցը Փաշինյանով նաև ձեր մասնագիտական ուղղությունը։ Միշտ դրա մասին խոսում ենք ընտրությունների կամ մինչ ընտրական, ընդհանրապես իշխանափոխական այդ process-ների վրա կա դրսի ուժի ակնհայտ որոշիչ կամ ազդեցիկ դեր դրսի ուժը ընդ որում մեր նկատի չունեմ հիմա կասեք իհարկե Ադրբեջանը, Թուրքիան եւ այլն, այ Ռուսաստան, ԱՄՆ, թեկուզ եւ Չինաստան, իրենք այս անգամ ունեն այդ ժամանակը հենց այս պայս տեսնում եք իրանց շահագրգռվածությունը խառնվելու։ Չեմ տեսնում իրենց շահագրգռվածությունը խառնվելու։ Այն մեծերի, այո, ավելին ասեմ, ես խորքում համոզմունք ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր մեծերի համար շատ հարմար տեխնացու է։ դեռ մնում է այդպես։ Դեռ մնում է այդպեսին, որովհետև կդե բարթա, որի վրա կարելի է մեղքեր բարթել, հետո ստիպել, որ այսպես պահի իրեն, հետո էս ասի, հետո ճիշտ ով մի քիչ հոխորտա, որպեսի չստացի, որ այդ մենք ենք մեղավոր, ասեն, տեսեք, մենք իր հետ կոնֆլիկտ ունենք եւ այլն։ Ինքը հարմար տեխնացու է։ Դրսի ուժերը այո ունեն, եթե ցանկություն ունենան, կարող են ազդել, ինչպես դա արել են 18 թվականին։ Ազդել են եւ ստեղծել են ալիք, որը ի վերջո բերել է Հայաստանում իշխանափոխության։ Հիմա այդ ռեսուրսը դրսի չի օգտագործում, անկեղծ ասած ես չէի ել ցանկանա, որպեսզի դա օգտագործվի երբևէ Հայաստանում ինչ-որ փոփոխություն անգամ Փաշինյանին հեռացնելու համար, որովհետեւ ամեն դեպքում այսպես ասած սիրուն աչքերի համար ոչ մեկին լավություն չի անում, հա, ինչ տարբերություն այդ նույն դրսի ուժը Փաշինյանին է թելադրելու վարկագիծ, թե նրանից եկող հաջորդին, եթե այդ ռեսուրսով ես դու իշխանության եկել։ Մենք մեր տնային աշխատանքը պետք է անենք, դուրս նայելու ժամանակ չունենք։ Այդ դրսի ուժերը հիմա շատ լավ օգնում են Փաշինյանին։ Ինչ ուզում է անի, եվրոպական ոչ մի զեկույցում չի գրվում, որ ինքը բռնապետություն է կառուցում, որ ազատ խոսքի ազատ կամ արտահայտման համար մարդկանց են ձերբակալում եւ այլն։ Եվ իրանք էլ արխային ասում են, նույն այդ Ալենի հարցազրույցը ասում են, չէ, ոչ մեկ մեզ չի քննադատում, բոլորը մեզ գովում են։ Գովում են, իրենք էլ ինչ ուզում անում են։ Ու իսկապես գովում են։ Ու իսկապես զերո քննադատություն կա։ Դրա համար դրսի ուժերի աջակցությունն էլ այս բանը եկեք գրանցենք հոգուտ Փաշինյանի իշխանության։ Պասիվությամբ են աջակցում, այդպես դուք եք։ Պասիվությամբ չէ, լավ էլ ակտիվ աջակցում։ Չէ, նկատում են, որ չեն արձագանքում, չեն խոսում, նաև դրանով են աջակցում, պասիվություն։ Դա մեծ աջակցություն է, դա շատ մեծ աջակցություն է։ Հակառակ պարագայում մենք գիտենք, որ նույն արևմտյան կառույցները ինչքան ցանցեր ունեն ձևավորված ՀԿ-ների, իրավապաշտպանների եւ այլնի, դրանք բոլորը պետք է հիմա դուրս գային եւ իշխանություն քննադատեին, ասեն, ես ինչ եք անում բռնապետ, բայց բոլորը լուռ են։ Ձեն ծպտուն չկա։ Այսինքն դա միայն լռություն չի, այլ դա թույլտվություն է, հանգիստ արեք, մենք ձեզ չենք քննադատելու, ինչ ուզում եք արեք։ Իսկ Ադրբեջանի ու վերջում Ադրբեջանը Թուրքիայի հետ ասում են, անդադ կրկնում են աջակցություն, այդ շատ չի գերագնահատված։ Մյուս կողմից տեսեք կոշտ հայտարարությունը, բա ինչով են օգնում, երբ որ ամեն րոպե իրեն ասում են, գիտես, ադրբեջանցիները պետք է գան, սենց պետք է անես, այնպես պետք է անես, սահմանը Թուրքիան չի բացում, բա ո՞նց են աջակցում։ Չէ, տեսեք, աջակցությունը գալիս է այն պայն, երբ որ կա խնդիր, այդ պայն խնդիր լուծելու համար, այսինքն կոնկրետ պայ, Ալիևը չի աշխատում է Նիկոլի համար, Ալիևը ինքը իր համար է աշխատում եւ այդ հայտարարությունները որ անում է, ինքը իր հանրության համար է, դե ինքն էլ այնտեղ իշխանություն պահելու խնդիր ունի, հանրային տրամադրությունների հարց ունի եւ այլն, բայց Ալիևը ուտակում է այնքան ռեսուրս, որ պետք եղած ժամանակ կանգնի, ասի գիտեք, Փաշինյանի հետ մենք իրար լավ ենք հասկանում, տարածաշրջանում խաղաղություն է։ Դա արդեն Հայաստանի բանին է ուղղված։ Հիմա երբ նախաստորագրվեց այսպես կոչված Թրամփի ուղի եւ այլն, երբ որ Հայաստանում սկսվեց իմպիչմենտի process եւ արդեն սկսեց ինչ որտեղ թափ հավաքել եւ այլն, մի անգամից եկան նախաստորագրեցին ու մարդիկ ասեցին լավ դե խաղաղություն ա բերում, ջանդամ թե չենք կորցրել, ջանդամ թե վատ վիճակում են գոնե, բայց մի քիչ կշնչենք, կհանգստանանք։ Հենց որ խնդիրը ինչ որտեղ լուծված համարվեց,
Ալիևը սկսեց աշխատել էլի ռեսուրս կուտակել, որպեսզի մյուս անհրաժեշտության պարագայում կարողանան նույն քայլերը անել։ Մյուս անգամից ստորագրի խորհուրդ ընտրությունների ժամանակ է լինելու։ Ստորագրի օրինակ։ Ստորագրելու է այդ խաղաղության պայմանագիրը, չի վավերացնելու խորհրդարանում, բայց ստորագրելու է։ Մենք Նիկոլենք այստեղ էլի լավ կուրախանանք, ասեն, տեսեք, պայմանագիրը ստորագրված է, Թրամփը գլուխը կշոյ, հետո էլի կմոռանա ում գլուխն է շոյ եւ այլն։ Բայց մարդկանց մեջ դա մնում է։ Մարդկանց դրամատուրգիաների վրա եւ հարցումներն են ցույց տալիս, որ ազդում է, ասում են խաղաղություն է բերել, խաղաղություն է եկել, պատերազմը բրծավ։ Երրորդ փուլով էլ օրինակ, եթե սահմանադրությունը փոխի, հետո էլ կվավերացնի։ Դե երրորդ փուլը խնդիր չի ունենա, եթե ինքը այդ ընտրություններում նորից հաղթանակեց, շատ մեծ ռեսուրս է տալու Փաշինյանին, ինչ ուզի անի։ Սահմանադրություն փոխելու, երկրի տանունը փոխելու, ինչ ուզի անել։ Իսկապես տալու է այդ ռեսուրսը։ Գոնե թե առաջ ընտրություններին հետևած առաջի 2-3 տարիների համար։ Իսկ այնտեղ դե հնարավորությունները միշտ կգտնվեն էլի ինչ որ բանով խապելու, պահելու եւ այլն։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն էր, Կիզակետի թողարկումներն ու շատ այլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք